Ողջունում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ուրեմն այսօր ես գրառում կատարեցի, որ կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ կուսակցությունից պաշտոնատար մարդ, անց ով որ իր պաշտոնական դիրքի չարաշահում է կատարում, մարդկանց հետ շատ կոպիտ, ահավոր կոպիտ, որ փողոցային բառապաշարով ու վարվելակերպով է վարվում։ Տվյալ մարդու մասին ես արդեն հայտնել եմ ամենաբարձր մակարդակներում ու պահանջել եմ, որպեսզի տվյալ մարդիկ չլինեն մեր երկրի կառավարման որևէ ոլորտում, որովհետև մենք ազատել ենք մեր երկիրը էսպրիդելից, ուղիղ ասում եմ, ու եթե նման մարդիկ լինեն, նշանակում է, որ հեղափոխություն տեղի չունեցել, այսինքն նույնը կրկնվում է, շարունակվում է։ Տվյալ պաշտոնատար անձը չի եղել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, հետո է դարձել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, իսկ հիմա իր վարքագիծը շարունակում է նաև այս կուսակցության ներսում։ Արդեն քաղաքացիների հանդեպ իրեն ոչ պաշտոնատար անձին ոչ հարիր վարվելակերպով, վարվելաձևով, փողոցային բառապաշարով ու վարվելակերպով առաջնորդվում։ Ինչովից է։ Այդ տվյալ անձով կզբաղվեն, որովհետև խոստացել են, որ տվյալ անձը հաստատ կզղջան իր արածի համար, որովհետև դա հակասում է կառավարության գաղափարախոսությանը։ Ինչովից է այսքան այս մասով, հետագայում կտեղեկացնեմ ձեզ սիրելի բարեկամներ, ինչա տեղի ունենում ու ով է այդ մարդը, այդ պաշտոնատար անձը։ Իսկ հիմա ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության մասին շատ եմ հազանգ ստանում, որ Շիրակի մարզից ու տարբեր մարզերից պարեկային ոստիկանությունը իրեն շատ ոստիկանին անվայել կերպով է պահում, խախտում է, չարաշահում է իր իրավունքները եւ բռնության են ենթարկում մարդկանց շատ կոպիտ ձևով։ Ես խնդրում եմ հիմա բոլորին, եթե իրոք այդպիսի բաներ կա, նկարեք, ուղղակի ուղարկեք ինձ, ես կփոխանցեմ ներքին գործերի նախարարին, որպեսզի զբաղվեն տվյալ պարեկային ոստիկանության աշխատակցով, որովհետև պարեկային ոստիկանությունը չի եղել, որ բեսպրիձելի նման մեքենաներ են նոր տվել, ինք իրեն անպատժելի զգա ու խախտի բոլոր օրենքները, հասարակությանը պաշտպանողներն եք դուք, ոչ թե հասարակությանը հապեկողները։ Ներկայիս կառավարությունը հաստատ չի խրախուսում նման վարվելակերպը ոստիկանների կողմից։ Այսքանը ժողովուրդ ջան, նկարեք ուղարկեք ինձ։